Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Բարև ձեզ Շանթի եթերում դուք դիտում եք Քաղցր շաբաթ հաղորդումը, ձեր հետ ինչպես միշտ արդեն կարող եմ մեզնից մի քիչ հոգնել եք, բայց ինչ արած, ձեր հետ էլի Լիկանը եւ Բոնին, եւ մենք այսօր էլի պատրաստելու ենք ինչ-որ խմորեղեն, քաղցրավենիք, ինչ։ Թաշկինակ եմ տվել, պիտի լացենք ողջույն։ Ինչ ենք լացում, որովհետեւ սեզոնը փակվում է, մեր վերջին հաղորդումն է։ Հա։ Հա։ Մեր վերջին հաղորդումն։ Լացենք։ Ես շատ ուրախ ես լացում։ Չէ, սպասի միջև։ Ես էլ դե չեմ լացում։ Հələ միջև չլսած ախա։ Ես շատ հազվադեպ եմ լացում։ Դե ես օրինակ ուզում եմ որ քեզ շաբաթը մեկ չեմ տեսնելու։ Արդեն սովորել եմ։ Կարանք հրավիրես սուրճ դնես, խմորեղեն սարքես։ Այ դու էլ ժամանակ պետք է գտնես ու գաս։ Կաշխատեմ դա։ Այդպիսի ընկերներ շատ եմ ունեցել, որ ասում են շաբաթը մեկ կհանդիպենք։ Պետք է բանի պես եմ, որ վերջի զանգին ասում են շուշուտ կհավաքվենք ու տես չեն։ Հա։ Մինչև հիմա 30 տարի առաջ ավարտել ենք։ Այո։ Ահա ինչ ենք թխելու ենք խնձորի ուրիշ պիրոգ։ Ուրիշ պիրոգ։ Արի խնձորին հանենք, ուրիշ պիրոգ։ Այսօր թխելու ենք ուրիշ պիրոգ։ Եվ մեր բաղադրիչները կհայտնվեն շուտով։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Մեր բաղադրիչները պատրաստ են արդեն, ստեղ են, ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու։ 3 խնձոր ես ընտրում, որ ուզում ես քո ճաշակով, մաքրում ես։ Ապրես։ Ուզում ես մի մաքրի։ Առանց մաքրել կտրատելա պետք։ Հա։ Okay։ Բայց քառակուսիկներ։ Ինչ չափի։ Այսպես։ Հա, այսինքն free պես կտրատեմ, հետո բանանեմ։ Հետո մանրացրու։ Հա, ես կտրատեմ, դու ասա ոնց է ճիշտ է գնում ամեն ինչ։ Դու ամեն ինչ ճիշտ ես անելու, ես կարող եմ չնայել, որովհետև վստահում եմ։ Ես են քթիցակի բաննա, պահնա։ Պահնա։ Հա։ Վերցնում ենք։ Հարիչ պետք չի մեզ։ Սենց, տես։ Շատ լավ է։ Շատ։ Արա դες շատ մոզգ եմ էլի։ Շատ մոզգ ես դու։ Վերցնում ենք շաքարավազի հետ ծուն հարում ենք։ Չենք էլ հարում, խառնում ենք։ Բնականաբար վանիլ, եթե ուզում եք մի փոքր կարող եք աղ ավելացնել։ Հայ։ Մի խնձորը փախավ։ Չէր ուզում իրան կտրեինք։ Այս քարակը պիտի հալեցնենք։ Միկրոալիքայինի մեջ դնենք թող հալվի։ Այս միկրոալիքայինը բայց դու ես է տիրապետում։ Հեսա եկա։ Հա, հետո էլ ասում են տղամարդը խոհանոցում։ Ասեք առանց մեզ ինչ եք անում։ Ես տենց բան չեմ ասել, ես հակառակը միշտ ասում եմ պետքա։ Այստեղ վերցնում ենք մառանիկի ալյուրը։ Խառնում ենք եւ մեզ միանում է ամանդան։ Դու խոսա, ես կտրատեմ։ Լավ, ասեմ զբաղված ես։ Հա, ասա շատ խառնա։ Բարեր իմ շատ սիրելի Լիկա եւ Բոնի ջան։ Վայ, երեխեք ջան, չեք պատկերացնի, ինչ խառն էի։ Հազիվ հասցրեցի մազերը սանրել, որ միանամ ձեզ։ Ինչպես հայերն են ասում ու բորկա էի անում։ Այդ անտերն էլ անում է շիպրծնում։ Տունը մաքրեցի, հերիք չի, միջանցքներ հետը պլպլացրեցի։ Հիմա որ եթերում ասեմ լավ կլինի, այ հարևաներ ջան, ախր իզնի ջահել եք, այդ ձեր գրան դեմի շորը ինչու չեք լվանում։ Այդ միջանցքը մենակ ամանդա տատիկինը չի, բոլորինն է։ Մի օր էլ դուք մաքրեք էլի, մեջքս պոտրվեց, օֆ, աման չգիտեմ, այնքան զբաղված էի տնային գործերով, մտքիցս թռել էր, որ պետք է միանամ եւ մառանիկի մասին պատմեմ։ Մեծ կին եմ էլի, հիշողությունս գնում գալիս է։ Ոայ, շատ խոսեցի, մոռացա հարցնել, ինչպես եք։ Ողջույն Ամանդա, լավ, դուք ինչպես եք։ Ոնց պիտի լինեմ, հոգնած եւ մտահոգ։ Ամբողջ օրը մտքերիս հետ կռիվ եմ տալիս։ Այս մեր քաղաքը, այս ինչ փոշոտ է դարձել։ Ամբողջ օրը պիտի փոշու շորը ձեռքիդ մանգաս։ Պատոհանները փակում ես շոքեն, բացում ես փոշին, տունն է լցվում։ Մանց չգիտի ինչ անի։ Բազմահակ շենքերը, որ կառուցվում են։ Մի փողոցով որ մի ամիս չես անցնում, հետո տեսնում ես 15 հարկանի շենք են սարքում։ Այ մարդ, այդքան շենքերը ում համար է կառուցում, հետո էլ ասում են փող չունենք։ Մի կողմից աղմուկը, մյուս կողմից շինարարական փոշին։ Ամբողջ օրը գլուխս ցավում է, էլ չեմ ասում ալերգիա ունեմ։ Հիմա Բոնին մտքի մեջ կասի Ամանդա տատին բողոքի գրքով եթեր է մտել։
Չնայած Բոնին այնքան խառն է, որ չի լսում կանանց զրույցը։ Հա։ Հիմա հեռուստադիտողները կասեն. Ամանդա տատի, բա հարսդ ուր է, որ դու ես ու բորկա անում։ Տղաս, հասս եւ թորներս գնացել են հանգստանալու։ Ասեցի, թոշակից փողն էլ վերցրեք, պետք կգա։ Տղաս կատակեց, բա թե թոշակիդ փողով կգնաս լիքը մարանիկ կառնես։ Դու առանց մեզ կապրես, բայց առանց մարանիկի չես ապրի։ Անկեղծ ասած, ինձ էլ առաջարկեցին, բայց մերժեցի։ Ջահել են, թող գնան հանգստանան։ Ես հոբոբոս կեսուր չեմ։ Համել Ամանդա տատին, ինչ պիտի անի ծովափին։ Նախ լողալ չգիտեմ։ Համել այդքան տղամարկանց մոտ լողած գեստ հագնեն։ Չէ, անոթ է։ Ողորմածի կամուֆինս ասում էր Ամանդա, անունս շատ ժամանակակից է, բայց դու հեչ ժամանակակից կին չես, հա։ Բայց հենց տեսնում էր, ներվում եմ, իսկույն ասում էր, այլ քեզ դրա համար էլ շատ եմ սիրում, իմ առաքինի Ամանդա։ Շատ լավ մարդ էր ամուսինս։ Լիկա ջան, եկդիչ խմորեղեն եք պատրաստում։ Շատ արագ ձեռքի հետ պատրաստվող խմորեղեն ենք թխում։ Ինչ լավ է, իսկական իմ ուզածն է, առանց հարիչի։ Ճիշտ է, հոգնած եմ, բայց հենց հիմա էլ բաղադրատոնցը կգրեմ ու կպատրաստեմ։ Պատրաստեք, իսկապես շատ արագ առանց հարիչ։ Ապրես Լիկա ջան, դու հրաշք ես։ Դե դուք պատրաստեք, իսկ ես պատմեմ Մարանիկի մասին։ Մարանիկն առաջարկում է ձագարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով։ Այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նայեք ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Շնորհակալություն։ Շատ լավ է։ Լավ եմ կտրատում։ Այո, անկասկած լավ ես կտրատում։ Հա, բայց արդեն պատրաստ է։ Դանդաղ կտրատի։ Վերջի հաղորդումն է, գոնե մի քիչ շփվենք, տեսնենք ինչ կա, չկա։ Ահա։ Իմ մոտ դեռ նույնն ամեն ինչ, դեռ հանգստի չեմ գնացել։ Վայ։ Հա, բայց շատ եմ ուզում։ Ինչ է պետք անել, որ դու գնաս, ում հետ խոսենք։ Սոցիալնախարարության։ Փող է պետք, հենց սոցիալնախարարության հետ խոսանք։ Բարեգործական մի հատ հանգստի ինձ ուղարկեն։ Այո։ Չէ, իրականում փող կա հանգստի գնալու։ Չէ, բայց ինչ լավ կլիներ, որ դերասաններին, արտիստներին մեկ-մեկ Հա։ պետությունը ասեր գնա հանգստացի։ Չէ։ Ինձ թվում է դերասաններ կան, որոնք այնքան վատ են խաղում, որ կարելի է ասել գնա հանգստացի հավեր։ Էլ չգաս։ Հա, գնա մնա։ Կան, հա, մեր երկրում ցավոք շատ անտաղանդություններ կան։ Ես որպես դերասան լավն եմ։ Դու որպես դերասան։ Հա։ Գիտես ինչ, ես քեզ բեմի վրա չեմ տեսել, բայց քո հետ շփվելով ես հասկանում եմ, որ այո, Հա։ դու շատ ամեն դեպքում տաղանդավոր մարդ ես եւ ըստեղ ես ավելացրեցի Միլկինի կաթը եւ Պամելան։ Բարև ձեզ Պամելա, ինչպե՞ս եք։ Ողջույն իմ շատ սիրելի Լիկա եւ Բոնի, ես շատ լավ եմ, ինչպես միշտ հարևաններով նստած ենք, վայելում ենք Միլկինի յոգուրտները, կաթնաշորը եւ հետեւում ենք ձեր քաղցր զրույցին։ Բոնի, քեզ քաղցր ողջույններ հատկապես իմ հարևանների կողմից։ Յա, վերջապես բաղված չես։ Հա, ես Պամելային շատ եմ սիրում դրա համար։ Վայ, շատ շնորհակալ եմ, մի տեսակ կարմրեցի, փաստորեն կարմրել գիտեմ, դա շատ լավ նշան է։ Հա։ Այ Բոնի ջան, բա անցյալ անգամ ինչու ձեն չհանեցիր, խառն էիր, ոնց որ ելակ էիր խառնում, ես էլ ասացի վերջ, Բոնիս էլ ինձ չի սիրում։ Կատակ եմ անում, ես էլ քեզ եմ շատ սիրում, ասեմ ավելին, հարևաններս էլ են քեզ շատ սիրում։ Իդեպ շաբաթ օրը ես եւ հարևաններս հայտարարել ենք քաղցր շաբաթի, Միլկինի եւ Women's Club-ի օր։ Ինչ լավ է, բոլորդ հյուրեր ունեք այսօր։ Մենք կարող ենք ուղարկել իմիջայլուց ձեր տուն էս տարբերակը, բայց կողքից մի քիչ կտրած կլինի։ Դարձրել ենք հաճելի ավանդույթ,
Հավաքվում ենք, քաղցր շաբաթն ենք դիտում, հետո փորձում ենք լիկայի բաղադրատոմսով խմորեղեն պատրաստել։ Հենց լավ է ստացվում, փոքր երեխայի նման ուրախանում ենք։ Հետո անհամբեր սպասում ենք, որ ժամը 9-ին տեսնենք Women's Club-ը, հատկապես քո էպիզոդը Բոնի ջան։ Լիկա ջան, ես գիտեմ, որ դու շատ խառն ես, բայց այս անգամ կդիտես Բոնիիս խաղը։ Իսկապես տաղանդավորի Բոնին։ Վայ, Ամանդային տվեցի անցը այնքան երկար խոսեցի։ Ինչպես եք իմ շատ սիրելի Լիկա եւ Բոնի։ Մենք լավ ենք։ Ձեզպես լավ մարդիկ եւ հատկապես լավ հարևանները պետք է միշտ լավ լինեն։ Վայ, լսեցի, հարևաններս ասում են Պամելա ջան, այդ մարդիկ խառն են, շակնի զբաղացրու։ Տեսնենք ինչ են պատրաստում։ Հա, ոչինչ, լավ, մի քիչ կողքից անպայման։ փորձենք, չէ։ Եթե ուղարկեք, մենք մեծ սիրով կվայելենք։ Ոչինչ, թող կողքից կտրած լինի, կարևորը շատ համեղ է, որովհետև ձեր հրաշագործ մատներն են կպչել այդ խմորեղենին։ Բայց նայեք, քաղաքում սարսափելի խցանումներ են, մենք էլ Կիևյան կամրջի մոտ ենք ապրում։ Եթե հանկարծ չստացվի ուղարկել, մի անհանգստացեք։ Մենք անպայման կթխենք ձեր բաղադրատոմսով, հատկապես, որ շատ արագ թխվող խմորեղեն է։ Դե լավ, ձեզ շատ չզբաղեցնեմ, դուք պատրաստեք, իսկ ես խոսեմ Միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն, ողջ օրվա համար։ Շնորհակալություն։ Տես, մեր սեղանին հայտնվեց նաև կաթ։ Տեսար։ Այո։ Ֆոկուս եղավ։ Ահա։ Ինչ պիտի աներ տան տղամարդը։ Երբ։ Երեք։ Արի այսօր մի լավ կռվենք, էլի։ Որ բաժանումը տիպը բան լինի, հեշտ անես։ Հա, որ չտխրենք։ Չէ, ես քո շատ լավ եմ լինելու, որ ինադու կարոտ ես այդպես։ Հա, բայց տենց հետաքրքիր չի։ Ինչ ես էս սխվում, որ։ Էդ ինչ ես ուզում անես։ Ուզում եմ հալասնեմ։ Ոչ մի բան չի կարող անի։ Ահ։ Ես բանել եմ, շինարարություն էլ կարամ անեմ, ինչ ես խոսում։ Բա ոնց։ Որ տունս ռեմոնտ անելու լինեմ կգա։ Կանչի։ Լուրջ։ Համ դիզայնը կանեմ, համ պատերդ կսվաղեմ։ Գաճ կարաս կսես։ Հա, ինչի՞ չեմ կարող, եթե տորտը լավ կսում եմ։ Բայց գաճը կսելու ես տորտի բանով են։ Ինչ են ասում։ Չէ, նույն գործիքն է։ Հա։ Հա։ Երեք խնդրը կտրատել եմ։ Համարյան նման են Տես։ շինարարական գործիքները, շատ լավ է, շատ լավ է։ Դե գիտես ինչ, նայած ինչի մեջ ենք թխելու։ Եթե մենք սրա մեջ ենք թխելու, լցրու տեսնեմ։ Սա լցնեմ ստեղ։ Սպասի։ Ինչպես միշտ օգնության է գալիս ձեռնոցը։ Արի գիտես ինչ անենք։ Այսպեսի հետաքրքիր շաքարավազ չկա, լավ, չկա։ Լցրու։ Ես այստեղ յուղն եմ ավելացնում։ Ես էլ ես կուտեմ, դու ոնց անցյալ հաղորդման բոլոր ելակները կերար։ Հա, ես դեմ չեմ, խնձորը այդքան շատ չեմ սիրում, ինչքան ելակ։ Իդեպս վերջերս ասում էին, որ խնձորը, ամեն մի խնձոր, որ դու ուտում ես, մի ժամ երկարացնում է քո կյանքը։ Լուրջ ես ասում։ Այո։ Հիմա Նույն չէ, որ sense պարկած մարդը մեռնալուց այն խնձոր տան մի ժամ է կապրի, այլ առողջ շարարը։ Իսկ ծխողները, եթե ծխում են մի ժամ կարճացնում են, դու կարող են խնձոր ուտել, մի ժամ երկարացնել։ Հավասարվում է։ Այսինքն, որ խնձորի սիգարետ ծխես, հավասար է։ Կամ խնձորը ծխես։ Ահա։ Խնձորը որ վառես։ Չորացրեք եւ ծխեք։ Որ մեռնեն։ Շատ լավ է։ Պատրաստ է, ինչ անենք։ Ինչ անենք։ Պիտի լցնենք ստեղ հիմա դա, չէ՞։ Ու դնենք էփվի։ Հա։ Բայց այսքան խնձորը ինչ ենք անելու։ Արի գիտես ինչ անենք, որ շատ համով լինի, դա ահա, դրա համար է։ Հա։ Շատ ավելի համեղ լինելու համար խնձորի հետ իհարկե շատ սազում է դարչինը։ Հա։ Արի դարչին ավելացնենք։ Դու եթե ծառավ ես,
կարող ես կոմպոտ հյուրասիրել քեզ, ինչու ոչ ինձ էլ։ Հենց հիմա բերեմ։ Ինչի կոմպոտ ես նախընտրում հիմա։ Քո ճաշակով ինչ դու կցանկանաս։ Կուզես տոմատի սոկ։ Արի, քաղցր տորտը տոմատի սոկով։ Հետաքրքիր է։ Մենք չենք փորձել ստեղ այս հաղորդաշրջանակներում այս տոմատի սոկը։ Ահա, Այս մատ երևի խառնենք։ Խառնենք, Դու բաժակներ ինձ տուր։ քեզ Art Food-ի բաժակները, տես ինչ գեղեցիկ են, միմի ողջույն ոնց եք։ Ողջույն Լիկա եւ Բոնի։ Ամառվա ամիսներին միմին միշտ լավ է, որովհետև սնվում է արևի էներգիայով։ Դե գիտեք, ես արևային աղջիկ եմ։ Դուք եք գնալու հանգստանալու։ Եթե իմ Հայաստանը ծով ունենար, ոչ մի տեղ էլ չէի գնա։ Հանգիստս կվայելեի իմ արևի երկրում։ Ինչ հուզիչ տեքստ ստացվեց։ Այո, Լիկա ջան, գնալու եմ։ Իհարկե հանգստանամ պետք է, որպեսզի թարմ ուղեղով նորից անցնես աշխատանքի։ Իսկ ուր եք որոշել գնաք։ Դեռ հստակ չեմ որոշել։ Եթե հնարավորություն եւ ժամանակ ունենայի, կգնայի եւ կտեսնեի աշխարհի բոլոր հայտնի եւ անհայտ հրաշալիքները։ Ընկերուհիներս առաջարկում են Մալդիվներ, Կանարյան կղզիներ, կամ ասենք Բալի, Ինդոնեզիա, ջունգլիներ, հնագույն տաճարներ, յոգայի կենտրոններ։ Կարող է Բոնին տանեք ձեր հետ։ Հա, էլ ինձ էլ տարեք։ Այո, Բոնին որ հետս գա, ոչ մի բանից էլ չեմ վախենա, ինչպես ասում են, թող կյանքի կոչվի իմ երազանքը։ Դուք պատրաստեք ձեր արագ թխվածքը, իսկ ես պատմեմ Art Food-ի մասին։ Art Food-ը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին, մթերելով նրա ստեղծած ամենաթանկ բարիքը։ Այս նվիրումից ու համատեղ աշխատանքից են ծնվում բնության կատարյալ համերն ու այն որակը, որին տասնամյակներ շարունակ վստահում է հայ ընտանիքը։ Շնացնենք մեր երկիրը, սատարելով հողի մշակին եւ հայ արտադրողին։ Art Food, քո հողից, քո ձեռքերով, քո տուն։ Շատ լավ, շնորհակալություն։ Ահա, կապավ։ Տեսար, ոնց են գնում հանգստանալու դերասանները։ Ես իմ կյանքում շատ քիչ եմ տոմատի սոկ խմել։ Ես էլ եմ ջայլոց։ Արի չխկացնենք խմենք, տեսնենք ոնցն է։ Արի։ Լոմնա։ Շատ լավն է։ Ու մի քիչ կծույա։ Ահա, հեսա տես։ Գրածա որ բիբարել կա հետ։ Վա ինչ համովա։ Վա ինչ կծույա։ Ոյ լավն է։ Ինչ լավներ։ Ախորժակս բացվեց։ Դե հիմա մենք Լուրջ, սա ախորժակը բացում, եթե ուզում եք, խմում եք ու ախորժակը բացում։ Վերջ։ Տանում ենք, Սա դնում թխում ենք ենք։ դեռոցը։ Դանդաղտար։ Դանդաղ։ Դանդաղ։ Որ հաղորդումը մի քիչ երկար լինի։ Հենց վրանդիր։ Լավ է։ Շատ լավ է։ Փակում ենք, Փակում ու ենք։ սպասում ենք։ Սպասում ենք, իսկ դուք մեր ձեր էկրաններին դիտում եք բաղադրատոմսը, մենք գնում ենք արձակուրդ, պարզ չի կվերադառնա Բոնին արդյոք թե ոչ, Այո։ եւ ես էլ եմ գնում արձակուրդ, պարզ չի կվերադառնամ թե ոչ։ Հուսանք կվերադառնանք։ Կոմենտներում գրեք։ Ուզում եք մենք վերադառնանք թե Այս ոչ։ հաղորդումը նորից լինի։ Դե լավ, սպասենք մինչև թխվի։ Սպասենք։ Մեր ուրիշ պիրոգը արդեն պատրաստ է։ Իրականում կոչվում է կլաֆուծի։ Կլաֆուծի, մեր կլաֆուծին արդեն պատրաստ է։ Արդեն պատրաստ եք։ Դուք կարող ես բերել, Ես ես բերեմ։ պատմեմ։ Կարող եք պատրաստել տարբեր մրգերով։ Մենք այս անգամ արել ենք խնձոր, դուք կարող եք դեղ, սիրան, ելակ, ազնվամորի, ինչ ուզում եք կարող եք լցնել փոխարենը, բայց այս դեպքում դարչինը իհարկե խնձորի հետ է համեղ։ Վայ, ինչ սիրուն տեսք ունի։ Դարչինի ու խնձորի հոտը։ Շատ սիրուն է։ Առաջարկությունս հետևյալն է, քանի որ տաք է եւ մենք անհամբեր ենք Բոնի։ Գտալով Այ, այսպես գտա։ Այ։ Քո նման արեցի։ Հա։ Բոնի արեցի։ Լավ, սեղանը ես նոր եմ մաքրել։
ասես բռնեմ, դու հանգիստ վերցրու, Ահա։ մի քիչ խմձորել վերցրու, համով, բայց սիրունա, Հա։ մեջը, Մեր բոլոր թխած խմորեղեններն է սիրուն։ ահա, այսպես անեմ, որ մեջոկը տեսնեք, իսկ սա բանա, գեղարվեստական բան, Ձևավորում։ բիսպարադակը ոնց է։ Չգիտեմ։ Մի խոսքով բոնին գնում է հանգստանալու, ձեզ լավ արձակուրդ, մեզ է լավ արձակուրդ, Շատ համով է։ իհարկե։ Հաջողություն։ Մենք գնում ենք հանգստանալու, դուք եք կարող եք գնալ հանգստանալ, մենք կվերադառնանք մի օր։ Այո, կարող եք գնալ հանգ։ Բայ բոնի։ Հաջողություն։ Բայ։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։